Բարի լույս սիրելիներ, բարի կիրակի բոլորիդ, այսօր Եղիա Մարգարեի հիշատակության օրն է։ Հակոբոս Սարաքյալի թղթի 5-րդ գլխի մեջ մի հետաքրքիր նախադասություն կա։ Եղբայրներ, եթե ձեզանից մեկը շեղվի ճանապարհից, իսկ մյուսը հետ բերի, իմացեք, որ մեծ փրկություն արած կլինեք։ Խնդրում եմ ընթերցեք այսօրվա այդ հատվածը սիրելիներ Հակոբոսի թղթից։ Գիտեք, մենք միտված չենք մեկս մյուսից ուղղել շեղված ճանապարհից, սիրով, հոգատարությամբ, անհանգստությամբ։ Մենք միտված ենք մատնացույց անել հիվանդությունը, ցույց տալ վերքերը, ցույց տալ շեղված վիճակը մեր իսկ եսը բավարարելու համար, ծիծաղելու համար, հպարտանալու համար, կարծեցնելու համար, թվացնել տալու համար, որ տեսեք ինչ տեսնող եմ ես, բոլորի մեղքերը տեսնում եմ։ Սատանան էլ էր այդպես։ Փորձում էր բոլորի մեղքերը տեսնել, որ Աստծուն ասեր, տես, այս չեն քո զավակները, մեղավոր զավակները։ Իսկ մեզ Քրիստոս սովորեցրեց տեսնել մեկս մյուսից մեղքերը միայն մի պայմանով, որպեսզի օգնենք դարձի գալու, շտկվելու եւ ավելի լավը դառնալու։ Ուրեմն այս գեղեցիկ կիրակի օրով սիրելիներ, մաղթում եմ, որ փորձեք ձեր ընտանիքներից եւ տեսնում եք մեկը մյուսի տկարությունը, օգնեք միմյանց, օգնեք, ոչ թե քննադատեք, ոչ թե ճզմեք, ոչ թե ցույց տվեք, որ դուք ավելի լավն եք կամ դիմացինը, օգնեք, որպեսզի նա եւս զորանա, չէ՞ որ ձեր ընտանիքի անդամն է։ Իսկ եթե ընտանիքների մեջ այսպես լինենք, հավատացեք, հասարակության մեջ էլ այսպեսին կլինենք։ Մեկս մյուսից կօգնենք, մեկս մյուսից հետ մեկ բռունցք կլինենք եւ կկարողանանք վերականգնել յուրաքանչյուր մեկս յուրաքանչյուր մեկից։ Բարի եւ խաղաղ կիրակի ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։